Ընկեր Պետրոսյան ջան, ես ձեզ խոսք եմ տալիս, որ Արտոն իրան այդ կերպ էլ չի պահի։ Ու ես դեռ տանը կշարունակեմ իր դաստիարակչական աշխատանքները։ Կարծում եմ կարիք չկա, Արտոն արդեն իր մաշկի վրա ձեր ձեռքի շնորհիվ ամեն բան հասկացավ։ Եթե դե քիչ էր։ Ես տուն այնքան եմ տպելու իրան, որ ապագայում բանակից ազատվի, հենց այդտենց։ Հարգելիս, ես կարծում եմ, որ Արտոն արդեն ամեն բան հասկացել է եւ խորհուրդ չեմ տալիս նրա վրա ձեռք բարձրացնել։ Դա բուլինգ է։ Ինչինգ է։ Բուլինգը դա վիրավորական ծաղրի կամ սպառնալիքի կիրառումն է։ Ագրեսիվ գերիշխանության կամ ահաբեկման նպատակով։ Բայց ես իրան ընդամենը դաստիարակչական բոքսով խփել եմ աչքին։ Ոչ մի քֆուր չեմ տվել, ոչ մի բան չեմ արել։ Դուք էլ այդտեղ կանգնած եք եղել, ինչեր եք խոսում, ինչ բուլինգ։ Ինչևից է, ես ձեզ հորդորում եմ երեխային այլևս չխփել եւ չշարունակել այս թեման։ Լավ, եթե չեք ուզում, էլ չեմ խփի բոքսով։ Արա ջնգի, արագացրա։ Ես քեզ ասել էի, չէ՞ որ չխփես, մենակ կջղայնանաս, այ բոմժ։ Բոմժը հերը տա։ Հորս չկպնես, ես 3000 դրամը վեկան ու ռադդ քաշի ստեղից։ Ուրեմն տենց, հա Արտո, ես կամ այդտեղ կապիկություն անեմ, դու ինձ 3000 դրամ փող տաս, հա։ Դե որ տենց է, ես էլ չեմ գալու որպես քո հեր խաղամ։ Հաջողություն, ես գնացի։ Չհասկացա Արտո։ Ուրեմն ուզում ես ասել, որ դրել ես ինձ հավատարիմ հանդիսատեսի տեղ ու անընդհատ դերասաններ ես բերում ինձ մոտ։ Ես խափում ես ինձ տղա։ Վաղը եւ էդ, եթե իրական հորդ հետ չես ներկայացել դպրոց, մյուս աչքիդ տակնել ես եմ կապտացնելու։ Այ քեզ բան։ Հիմա թազա հեր որտեղից գտնեմ բերեմ դպրոց։ Արտո ջան, հիմա դու ուզում ես ինձ համոզել, որ նա քո հայրն է։ Վայ, նեղացնում եք, ընկեր Պետրոսյան, ասում եմ իմ հայրն է։ Ինձ կհիշեցնես քո հոր անունը։ Աշոտ։ Գիտես, դու շատ դերասաններ ես բերել ինձ մոտ եւ ներկայացրել որպես քո հայր։ Բայց ինչպես կարող է Գրիգոր Դանիելյանը լինել քո հայրը։ Դու ջան, բայց ես Աշոտն եմ։ Աշոտ Գևամյանն է։ Արտոյի հայրը։ Դուրս։ Կորիր աչքիցս չեմ ուզում քեզ այլևս տեսնել։ Մի րոպե սպասեք։